Başından beri Dağlık Karabağ Ես ազգությամբ քուրդ եմ, Լոնդոնում եմ ապրում, ընդդեմ ցեղասպանության միավորում թուրքական կազմակերպությունն եմ ներկայացնում, սա 20-րդ տարին է, որ ապրիլի 24-ին գալիս ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղկ է պսակ դնում եւ խոնարհվում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջեւ։ Ես երկար տարիներ Թուրքիայում եղել եմ քաղաքական բանտարկյալ, այս տարի մեր կազմակերպության առջեւ դրված խնդրի նշաձողը բարձրացրել ենք։ Անցյալ տարի մենք ցեղասպանության դատապարտման եւ փոխհատուցման համար էինք պայքարում, այս տարի մեր պահանջին ավելացրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։ Այս հարցում պետական միավորների կեցվածքը դիվանագիտության ոլորտից է, ոչ թե բարոյականության եւ մարդկային ռեսուրսի շահերից։ Ես չունեմ նման շահ, որ երկդեմ խաղեր տամ։ Օրինակ, հայերի կողքին գտնվելով թուրքերին ծաղիկ նվիրեմ։ Ոչ։ Մենք անկեղծ, արդար կազմակերպություն ենք, մեր կազմակերպության դիրքորոշումը բոլորին հայտնի է։ Մենք հստակ նշում ենք, ինչպես Հայաստանի Հանրապետությունն անկախ պետական միավոր է քաղաքակիրթ աշխարհում, այնպես էլ պետք է ճանաչել եւ ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իբրև պետական առանձին միավոր։ Խնդրում եմ, մեզ մի խառնեք Արևմուտքի կամ Ռուսաստանի նման կրկնակի քաղաքականություն վարող պետությունների կեղտի հետ։ Ես իբրև ազգությամբ քուրդ, դատապարտում եմ նաեւ այն քրդերին, որոնք հայոց հողը բռնազավթել են Արևմտյան Հայաստանում եւ նստել են ամբողջ հայության ունեցվածքի վրա։ Նրանց պատճառով մի ամբողջ հայրենիք բռնազավթված է։ Նրանք շատ լավ գիտեն, որ հայերին պատկանող հայրենիքն են բռնազավթել։ Քրդերը ցույց են տալիս, թե դա իրենց քրդական ազատագրական պայքարն է, բայց դու չես կարող ուրիշի հաշվին, ուրիշի ունեցվածքի վրա նստելով ազատագրական պայքար վարել։ Քրդերի այդ կեցվածքը դատապարտելի է։ Ես որպես քուրդ մտավորական դատապարտում եմ իմ ազգակիցների նման կեղծավոր կեցվածքը։ Քրդական ազատագրական շարժման մասնակիցները մինչև հիմա չեն հասկանում, որ Թուրքիան ինչպես հայերին սրի քաշեց եւ հայոց հողը բռնազավթեց, այդպես էլ հիմա ուզում է քրդերին վերացնել։ Փոխարեն հայերի կողքը կանգնելու, հայ ազգի հետ միասին արդարության ճիճը բարձրացնելու, նույն արդար դատի համար պայքարելու, քրդերը գնում են Թուրքիայի հետ լեզու գտնելու դիվանագիտական ճանապարհները որոնելու, որը փակուղի է տանելու, դա շատ հստակ է։ Որտեղ մարդկանց գլուխ են կտրում, ծերերին, երեխաներին եւ ազգաբնակչությանն են սպանում, դա ցեղասպանություն է։ Ուստի քառորյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը Թուրքիայից սովորած ցեղասպանական քաղաքականությունը վարպետորեն կիրառում է։ Եթե Ադրբեջանին կանխարգելող միջոցներ չլինեն, Ադրբեջանը հայերի հանդեպ կանի այն, ինչ արել է Թուրքիան 1915 թվականին։ Մենք եւ մեր նման մարդիկ պետք է զգոն պահեն քաղաքակիրթ հասարակությանը եւ ընդդեմ ցեղասպանության միավորենք մեր ուժերը։ Համատեղվենք ամբողջ աշխարհով մեկ։ Մեր կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության ակտը քառորյա պատերազմում եւ բաց հայտարարում, որ մենք մինչեւ վերջին պահը կանգնելու ենք հայերի կողքին։ devam ettirecektir. Buna karşı duyarlı olmak